Բարև ձեզ, կրկին էկոնոմիքսն եմ։ Այսօր խոսելու ենք ներդրումային միջավայրի մասին, դրա վրա ազդող գործոնների մասին։ Անշուշտ շատ կարևոր է նաև ուսումնասիրել միջազգային փորձը, հաշվի առնելով վերջին շրջանի տենդենսները։ Այս թեման անընդհատ այսպես մեր քննարկման տիրույթում է գտնվում, քանի որ մեր ներդրումային միջավայրը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ տնտեսական աճ ապահովող կարևոր գործիքներից մեկն է հանդիսանում։ Այս թեմայով խոսելու ենք ներդրումային բանկային համակարգի ներկայացուցիչ պարոն Մարկ Չենյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չենյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Չենյան, դուք բավականին հարուստ փորձ ունեք միջազգային ներդրումային բանկային այս համակարգում եւ շատ սերտ աշխատել եք Սիլիկոնային հովտի բազմաթիվ կազմակերպությունների հետ, ամերիկյան մի շարք առաջատար ընկերությունների հետ։ Ես կուզեմ, որ կիսվեք ձեր փորձով, ըստ ձեզ այդ խոշոր կազմակերպությունները ինչ այսպես պահանջներ կամ ինչ առանձնահատկություններ ունեն կոնկրետ ներդրումների ներգրավման մասով։ Սիրո, առաջին անգամ թերևս Հերևյալը պետք է ասել, որ իմ նախնդությունս է կամ իմ գետրոնացումս է, որ մոդիկա բակային Հայաստանը, որպես երկիր, qualify-ելա emerging markets զարգացող եւ equity capitalization կա, եւ ոչ շատ լոները եւ այն որոշ չափազանց ինեფիշիենսը։ Այդպիսի qualification-ի համար կարգուն նախապայմաններ կան։ Մեկը regulatory-ին կոյությունը երկրի մեջ է։ Այո։ Okay, եւ Հայաստանի բարեկային CFA նշանակումը կա, որ ամերիկյան նշանակումը, որ ամենը բարձր մագարտակի նշանակում է։ Հայաստանի մեջ ես ոչ որ լսած եմ 60-ն ավելի այդպիսի անձեր կան հոս։ Չափազանց մեծ մտային հարստություն է անիկա։ Ուրեմն հարցը դեպիալն է, որ անգե խումբը 8 կամ 10 հոգի երտան օրինամար Ամերիկա, SEC, Սվազաբորգա, Security and Exchange Commission եւ հոն regulatory փորձառությունը սովորեն շահին եւ այլն եւ վերաթարն է։ Այդպիսի երբ որ մարմին մգա որ regulatory հսկայական վստահություն ներշնչե օդար կապիտալներում։ Եվ ուրեմն անիկա առաջին նախապայմանն է որպես այդպիսի կապիտալները լուրջորեն հետևին եւ ներդրումներն equity capitalization-ը։ Այդիկա առաջին կարևոր նախապայմաններն մեկն է։ Իսկ երկրորդը անշուշտ ավելի հստակ պետք է լա բոլոր financial կամ commercial օրենքները երկրի մեջ է։ Okay? Ասկա լուրջորեն պետք է սերդվի եւ համեմատվի միջազգային մագարտակներով թե երբ որպեսզի այդպիսի կապիտալներ հետաքրքրվին Հայաստանով, դերմին օրենքները ինչ են եւ համեմատ են միջազգային հասկացություններով։ Անիկա շատ կարևոր քայլն է, որ պետք է առնվի։ Եվ ես կգարձեմ, որ մոտավորապես 3-ն 4 կամ ամենին լավ շարժ 5 տարի են, այս բոլորը կարելի է անել եւ լուրջորեն հոսանքի, այսինքն equity capitalization հոսանքոս անորս parallel անշուշտ շրջանին image-ը շատ կարևոր է եւ անոր վրա պետք է լուրջորեն as war zone եւ անասպաներն պետք է հեռանանք եւ ավելի economic growth եւ ասոնքլան ինչպես կսեն առօրյա նյութերը խոսակցական կամ թե ավելի բացասական ըստ էության դուք առաջին այսպես հանգամանքը նշեցիք այն, որ պետք է լինի ապահովություն, հա, անվտանգություն, որը ներդրումներ թույլ կտա ներգրավել եւ կարևոր հանգամանք նշեցիք, որ պետք է լինի Հայաստանում պետական մարմին, որը կարգավորի ներդրումները եւ ներդրումը
ներդրողը իր հետ այսպես գործ ունենա անմիջականորեն, շփվի իր հետ, այո, շատ կարևոր ուղղություններ եք։ Ներդրողի պարագայում հարկային քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը ինչ նշանակություն ունի առհասարակ։ Նրանց համար կարևոր է դա, թե դա երրորդական, չորրորդական հարց է։ Չէ, առաջնական գրքի վրա է։ Երբ որ equity capitalization մասին խոսում։ Այո։ Այդ equity-ն որ գուցկա իր նպատակը վերջո շահ։ Okay։ Եվ այդ երբ որ իրենց calculation եւ այլն risk assessment, risk budgeting եւ այլն բոլոր բաները երկրին սիստեմները շատ հստակ պետք է լա եւ համացայն իրենց անգալման միջազգային մակարդակով։ Եվ ո՞րն է միջազգային մակարդակը, օրինակ հարկային մասով։ Բայց հարկային մասը օրինակ երկրի մեջ է, ես businessmen-ների հետ խոսիմ երկրի մեջ է, հետևյալ պատկեր են զգուտան։ Okay, թիվերի իմսեն, բայց պատկերն է կարևորը։ Ուրեմն խոսքեր օրինակները մեկ հետևյալն է, որ ներկա սիստեմը գնահանդրե 20-100 հարկ վերցնել 100-ի վրա, քան արիթը դալ 100,000 լա եւ 1000-ի վրա 10%։ Ուրեմն այսօրվա 20-ը աբակայի 100-ը գժուխտ է։ Այո։ Okay, as եթե ասկա մոդել է, okay, ես կգործեմ որ նեգատիվ է, ասին այդքան հրաբրուչ չէ միջազգային շուկաներով։ Ուրեմն բայց ամեն կարևորը հետևյալն է, որ նախապայմանները պետք է արմատացած լա երկրի մեջ, որովհետեւ economic growth-ը այո լա high possibility, high probability and so forth։ Եվ որ այդ գա equity capitalization-ը հետաքրքրված է, որ նպատակը 5 investment-ել է, 15 քաղել է ժամանակի ընթացքին։ Այսինքն ինքը ոչ թե դնի տարեկան շահույթի վրա, այլ կապիտալիզացիայի վրա, ինքը որ Եվ long term investment։ Այո, երկար ժամկետի վրա։ Long term investment-ը որը այն է, որ growth-ն է, economic growth-ն է։ Եվ մեկ բան, որ ամեն մարդ պետք է հավատա ասոր, որ ամեն տեսակ խնդիրներ կան աշխարհի մեջ։ Բայց այդ խնդիրներուն մեկ solution կա, որ երկրորդը չի գա։ And that is economic growth. Only economic growth will take you out of problems. Եվ ուրեմն ադիգա բիլլա գետրոնացումը to look forward. Կենտրոնանանք տնտեսական աճի առաջընթաց զարգացման։ Ուրիշ solution չի գա։ Դրա համար անշուշտ մեզ պետք է անընդհատ ընդլայնել շուկաները, որտեղ հայկական շուկան շատ փոքր է։ Հայաստանի այսպես շուկաների մասով ներդրողները ինչ կարծիք ունեն։ Այսինքն Հայաստանը եւ Հայաստանի հետ կապված շուկաներ հետաքրքիր են։ Հետաքրքիր լավ։ Հիմա ուրեմն եթե առնենք այսօրվա, ուրեմն ասվերչին երկու օրվան ընթացքի engineering city-ի մեջ ամբողջ կորպան է, չէ՞։ Եվ exhibition մգար չափազանց դպավորիչ։ Բայց այդ exhibition engineering է։ Okay։ Engineering-ը եթե առնենք pro cycle-ը, առաջին cycle-ը education-ն է։ Հետո education-ն գուկա engineering, okay։ Եվ եթե առնենք education եւ engineering-ը, ամբողջ ծախս են։ Այո։ Revenue-ն manufacturing-ն է։ Այո։ Եվ այդ phase-ը դգար է Հայաստանի մեջ։ Okay։ Եվ ուրեմն այդ բոլոր engineering-ները որ ունին արժեք, դուրս կերտան եւ դուրսն է որ գշահի production-ն։ Okay, ուրեմն անդիա գետրոնացումը շատ կարևոր մաս ունի։ Manufacturing-ի համար հսկա կապիտալ պետք է։ Այնտեղ որ դեսես այդ է որ equity capitalization։ Okay։ Եվ ուրեմն այդ ուղղությամբ է որ պետք է մենք մեր կետրոնացումը եւ աճումը ելնա, okay։ Եվ երբ որ դեսնում միջազգային շուկան, capital market-ը, դեսնեմ որ ասամփոչ potential-ները կան որ սպան, and it's a competitive market, եթե մեր engineering-ը եւ անն եւ ad engineering-ը փոխանցվի high quality production-ի, why not we're competitors in the world։
Անջե, խնդիրն է, որ այդ գաղափարը գնում է ենթադրենք սիլիկոնային հովիտ, ստեղ չի մնում եւ ստեղ չի ստեղծվում։ Exactly. Ինչպես անենք, որ ստեղ ստեղծվի, այսինքն գումարը գա, ստեղ ստեղծվի։ Այսինքն իրանց համար ռիսկերը հայկական շուկան, թե շուկան է փոքր, դա ուզում ենք հասկանալ։ Չէ, շուկայի size-ը, ինչի տեխնոլոգիայի մեջ, տեխնոլոգիայի աշխարհի մեջ տարբեր նախքին manufacturing, ինքնաշարժի եւ այն question-ը որովին տարբեր են, okay? Բայց սան է որ երբ որ equity capitalization չկա, ուրեմն manufacturing կարող է հոսնել։ Այո։ Okay? Եվ ես կգործեմ որ եթե օրենքները ինչպես որ նախապես ասի, as բոլորը երբ որ դերը տրվին, target ունելով թե it's an emerging market, has a manufacturing capacity also, and the capitalization կուքա, այդ երկուքին կամ երեքին combination-ը արդեն ծեր հարցումին պատասխանն է։ Բավականին փոխկապակցված այսպես process-ներ են, համակարգեր են, որոնք պետք է կարողանան պետք է աշխատացնեն։ Հայաստանում դուք շփվելով նաև այս այսպես ինժեներների հետ, գործարարների հետ, տեսնում եք այդպիսի հետաքրքիր նախագծեր, գաղափարներ, որոնք կարող են հետաքրքրել օրինակ միջազգային շուկայում եւ ինչպես կարող ենք այդ գաղափարները հասցնել այնտեղ, որոնցից կապիտալ բերենք, այդ կապը կստեղծենք։ Ես քիչ դարբեցով գնայեմ անոր, okay, ինչպես սի engineering-ը, բավական comparative engineering-ը։ Այո։ Շատ հստակ է, okay? Manufacturing-ի mentality-ին գարձեմ որ դակավին հասուն շատ չի հոս։ Այո։ Okay, որը փորձառություն չկա եւ արիտներն չկան, okay? Թիմեք, երկրորդ, շատ կարևոր հարց մը հոս երկի մեջ է, որ ըստ ինդիվիդուալների դեպքին, okay? Capitalization մի շատ կարևոր մասը լոներու վրա հիմնված է այս երկրի մեջ։ Բինիս միջև 90 եւ այլն։ Ասկա չափազանց ռիսկի structure է երկրի համար, okay? Եվ շատ թանկ եւ inefficient, okay? Ուրեմն at գետրոնացումը equity capitalization-ին երևան է որ այդ 90% որ capitalization ոչ թե քանակը լոներուն բացի ar equity-ին բարձրանա եւ ar 100 միշտ ընդհանրապես ծավալվեցնեք որ investment banking-ի երբ ընկերությունները 30 ar 100-ին ավելի լոներու debt capitalization-ը Adică automatic rischi îngerăciuni gânătui. Eu negadare merasei inusun presente. So, as polora unii irens terroră vorbesi risk profile baxi te kakagan gam political imastov եւ te economic imastov. Okay? Եվ գարձեմ որ polorին լավ ծրագրված եւ նախադեсված քայլերը առնելու միջոցով կարելի է ասկա հաջողցնել եւ ոչ մեկ պայման բաճար գա որ հոս ասերգի մեջ manufacturing-ը լուչորոն չզարկանա ոչ մեկ disadvantage ունինք այդպիսի բաները որ because it's a very efficient system. Հասկանալի է։ Պարոն Չենյան, Հայաստանի այսպես վերջին շրջանում նաև քաղաքական ուղղություններից մեկն է բավականին սերտացնել իր կապերը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, diversification ապահովել, հա, իր տնտեսության համար, որը շատ կարևոր է, որտեղ մենք վերջի տարիներին ճիշտ հակառակը մեծ կախվածություն ենք ձեռք բերում ԵԱՏՄ-ից, Եվրասիական տնտեսական միությունից, ինչպես եք տեսնում Հայաստանի այս հնարավորությունը։ Հայաստանը ունի այդ հնարավորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այդ տնտեսական կապերը դիվերսիֆիկացիան ապահովել։ Ըստ վերջին scholarship գորգան։ Հերիվալ բատկերն է որ մոդիկա ապակային սերվիտին բիրիվրամ։
Եվ երտամ 1969 քիչ հրադակվեց Ամերիկայի մեջ Dean Atkinson, որ Secretary of State արտաքին գործոստնախարար Ամերիկայի։ Եվ այդ քիրքին title-ը okay, Present at Creation, որ սկիզբին ներկա լալը։ Դարներուն ընթացքին ուրիշներ Հերևյալ խորագրին դագը ուրիշ research-ներ ասեմ absent at creation. Okay. Մեր հայության կամ Հայաստանի բարեկամ միշտ absent եղած են զանազապանում։ Բայց ահավասիկ այսօր նոր ռիթմը կա, որ նոր realignment-ներ որոնն, okay։ Ուրեմն եւ այս նոր realignment-ները ավելի պոլիտիկն, ավելի economic interest-ներով վրա։ Okay, ուրեմն մեզ համար շատ կարևոր է, okay, մասնագիտ լարանոր, okay, լուրջորեն հետևիլ թե ինչ են դարբեր հոսանքները եւ անի էկոնոմիկ հոսանքները եւ այդպիսի գաբեր alliance-ներ կամ ասենք խմբավորումներով անդամ լան, okay։ Այդ միջավայրի մեջ ես կգարձեմ որ շատ հետաքրքրական արիտներ բիլ ստեղծվի մեզի ինվաստ, okay։ Անշուշտ նորնին նախապայմանները ինչպես որ ներածականի մեջ սի իմեջաս շրջանին ոչ միայն հայասա, բայց շրջանին պետք է փոխվի եւ ուղղարձեմ որ երբ որ էկոնոմիկ շահերը սկսին զուգահեռել լալ, անիկա շատ արագ ծավով գարջի մեր թերը միջազգային նոր աստանցերուն սիստեմի մեջ եւ այլն, okay, թե անիկա ամերիկան է, եվրոպան է, կամ ուրիշ երկիրներ են եւ այլն, okay, քաղաքական մոդեցումը այդ խմբավորներու բիլիբաքսի եւ էկոնոմիկ մոդեցումը այդ խմբավորումներու բիլի աջի այդ է պատկերը ըստ ներկա scholarship-ներուն։ I mean, I'm not a scholar, but գհվարդեմ որ I'm a consumer of scholarship։ Դուք եք scholar-ները, ես այգա consumer-ներ։ Եվ ստայնն ստրատեգիաներ գծածին։ Շատ կարևոր այսպես ուղղություն նշեցիք, որ Հայաստանը եթե ուզում է քաղաքական դաշտում դերակատար ունենա, պետք է հետաքրքիր տնտեսական նախագծեր առաջարկի աշխարհին։ Հատկապես ժամանակակից այսպես ամերիկյան ադմինիստրացիայի պարագայում դա կստեյության առաջնահերթ ուղղություն է դիտարկվում եւ նաեւ դա էր այն հանգամանքը, որ օրինակ մենք հունվարին կնքեցինք Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ստրատեգիկ այսպես ռազմական գործընկերության փաստաթուղթը, որով մի քանի ուղղություններով մենք օրինակ նախանշել ենք զարգացման ներդրումային ծրագրեր, օրինակ մեկը ատոմակայանի կառուցումը, մյուսը օրինակ չիպերի, հա, Nvidia-ի հետ համագործակցությունը։ Այս մասով դուք տեսնում եք հեռանկարներ։ Անշուշտ, երբ որ հեռանկար փառը գործածվի, ինձ համար երկու իմաստուն short term կար ժամանակի եւ ավելի երկար։ Okay, իմ կենտրոնը ավելի երկարի վրա է, քան թե բանի վրա։ Եվ ուրեմն երկարի համար նախապայմաններ կան։ Okay, նախապայմանները առաջինը ուսումնական համակարգը սերգի մեջ է։ Այո։ Որովհետեւ եթե այդ մարդկային ուղղային ուժությունից այդ փորը այլևս եվրոպական հարց կստանա։ Okay։ Եվ ոտորը մարևոր լուրջորեն գճանամ մասնագիտ լալ as academic city եւ անատամ կոնցեպտ ներողություն որ ձեզ ընդհատեցի հենց այդ academic city-ի գաղափարներ կար այդ գործընկերության փաստաթղթի վեր նույնիսկ հենց ամերիկյան կողմը պատրաստ է նաեւ աջակցել այդ ծրագրին անշուշտ ուրեմն զանազան ֆորմուլներ կան օպշններ կան okay եւ այդ պրոյեկտը պետք է լուրջորեն սերդվին բայց եւ այնպես կարևոր է որ այս շրջանը եւ նախնդրապար Երևանը լա միջազգային համասարանի հասցեն okay անիգա մենեգարոր նախապայմանն է եթե չնենք անիգա դերևս բարաբի կորցազեմ քիչ զորավոր բարե բայց թավաճանությունը մեր հաջորդ սերունդների համար այո okay ուրեմն անիգա լուրջորեն կենտրոնացում պետք է լա հաջողցնել անիգա Թիմ 1 երկրորդ գազագերբությունները կան միջազգային okay հայկական եւ ոչ հայկական որոնց մենք հսկայական ծավալ կրնանք օգտվել մանավանդ faculty սիստեմները ուսումնական սիստեմներ research-ները եւ այլն okay այդ բոլորը մենք մյուսին
գահաճորտե բնականաբար։ Okay, ուրեմն այդ է որ ես կգործեմ որ ուսումնական ուսումնի բարձակույն գարչուն ուսումնի եւ ինձ համար հերևյալ երևույթը շատ կարեւոր է որ ամեն բան համասարանեն գսկսի։ Okay, որ համասարանն է որ բիդի արդատրե այդ միջազգային մագարտակի ուսուցիչները մանկաբարձեն համասարանի թուրը հասցնեն եւ համասարանն է ապակային նոբելյան պրիզներն է ակադեմիկ ուսներն է որ գահետը ուրեմն հոնե բիդի սկսիս okay եւ դեռ համար է որ իմ գետրոնությունը սեղած է վերջը ունենալ միջազգային մագարտակի 250 top university-ն նման համասարան գետրոնը լա Երևան Իսկ դրա համար ինչ է հարկավոր։ Երեք դրվյաններ դերևս, okay, առաջինը եւ տերմինոլոգիան բերի կորզածեմ տեխնոլոգի ինդուստրիան է, okay։ Ես այդ շենքերը բանը գտեմ hardware եւ ինչ որ շենքերու մեջ կմտնամ, okay, it's a software, exactly, okay։ Եվ հստակացնել թե ինչ է hardware-ը, ինչ օրամարի, որպես թիվեր դարո համար, okay։ Որամար ըստ երևույթին թիվերը որ գիրեմ, մոտավորապես 50,000 համասարական աշակերտ կա Հայաստանի մեջ։ Եվ եթե առնենք աճը 75,000։ Ուրեմն hardware-ը որ այսօր ամիջապես պետք ունի 50-ի մասշտաբով է, չափով է, բայց հիմա կվնե արդեն բաջետը գնես space-ի դեսերով որ ապակային բնականաբար աճի 75-ի, okay։ I think this is what strategic thinking is. Հետո ծևերգան, հիմա դեղը չէ շատ երկարատ մասի խոսելու, ծևերգան որպես դիգա ֆայն պետք է ազի մեջ ֆինանսավորվի եւ հաջողության վերածվի։ Բայց այդպիսի համասարանի քոյությունը միջազգային մագարտակի ալ է։ Okay? Որը մար բաց դողիմը վրա է եւ ըստ երևույթին աշխարհի 250 ամենաթող բանասարան ամեն կարևոր եկամուտի քիզը օտար աշակերտներն են okay եւ եթե մենք մգարանանք միջազգային մագարտակի համասարան մոնը օտար աշակերտներու եւ ամերիկայի ըստ թիվերուն Okay, ամեն մեկ օտար աշակերտ, մեկ ուղես դեպսացի աշակերտին cover գնե։ Exactly, ուրեմն ացեվով որ բիմետացենք, okay։ Եվ ոչ մեկ պատճառ կա, որ այն երգիրը, որ միշտ գարդատրե chess չեմպիոններ, okay, ուրեմն DNA մգահոն, այդ DNA ուրեմն պետք է capitalize լա, Եվ կապիտալիզմի մեկ ծևը գա համասարանն է, միջազգային մագարտակի համասարանն է։ Հետաքրքիր համասարանական կրթությունը անշուշտ շատ կարևոր է եւ Հայաստանի պարագայում առավել եւս մարդկային կապիտալն է մեր հարստությունը, հա, մենք պետք է փորձենք զարգացնենք այդ կապիտալը, օգտագործելով նաեւ ձեր նման մասնագետների փորձը, գիտելիքները, որ միջազգային այսպես կրթություն ապահովենք։ Սա իրոք լուրջ խնդիր է, որպես դասախոս եմ ասում, ես ինքս տեսնում այդ խնդիրը իրոք կա, մենք փորձի եւ միջազգային կապերի անհրաժեշտություն ունենք եւ այդ խնդիրը պետք է կարողանանք լուծենք։ Եթե ուզում եք դարձնենք մրցունակ տնտեսություն ունենք աշխարհի մակարդակով, կարողանանք մրցակցել դրսի։ Դա շատ կարեւոր ուղղություն է անշուշտ։ Իսկ մենք կոնկրետ այսպես գետնի վրա մենք IT ոլորտի կամ այլ ուղղություններով կարող ենք որևէ համագործակցության շրջանակներ ունենանք ամերիկյան կողմի հետ կամ ամերիկյան ուղղությամբ։ Անշուշտ, շատ բնական է։ Okay, որովհետև ամերիկյան, ասի միան ամերիկյան չէ, բայց Եվրոպան եւ ուրիշ տեղերը, okay։ Բոլորը մեկ կենտրոնացում ունին։ Ինչ է ամենեն ապահով եւ ամենեն high probability աճման ջամփան։ Այո։ Okay։ Եթե Հայաստան ունի այդ մտային կապիտալը, okay, ոչ մեկ պատճառ կա Հայաստանը չմասնակցի այդ ամբողջ աշխարհի աճման մեջ։ Այդ ծավալը որ գումարում մոտանամ։ Իսկ կարող ուրիշ երկրորդ կարևոր գետնա գա համասարանին պատճառով, որ
Եթե առնենք մենք վերջին 35 տարվա ընթացքին թիվերը հսկա թիվով լավ պատրաստված մարդիկ Հայաստան իրենց այսօրվա հասցեն Հայաստանը չէ ուրիշ տեղ մնալ, okay? Եվ էկոնոմիկսի անգյունով դիտված երևյալն է, որ Հայաստանի society-ին, okay, ասենք մոտորվեց 25 տարիներին գցկեն եւ գերտան ապարսակում չէ, ուրեմն 9 ամիս ավելի 25 տարի Հայաստանը իրենց մեջ ներդրում գնե, բայց երբ որ արտադրության ուրիշ երկիր մնա հարգերը կվիճարվի ուրիշ երկրի մեջ եւ Հայաստանը ո՞ր մեգատեր իմբուրս չլար։ Ասիկա երրորդ լեվելի երկիրներում մեզակույն խնդիրն է։ Ուղեղների արտահայտություն։ Գարդատեն փասուշտեր գերտա եւ լավակույն օրինակը որ գտամ հաճախ կվիճապանի Ամերիկայի մեջ շատ երբ հետ կսեմ որ այո արուջի բաժին նոբելյան մրցանակները Ամերիկան է որ գարնե։ Բայց ներողություն մտի գրեք իրենց նոբելյան լեկչյուրը որ գտան Ամերիկյան անգլերեն չէ։ Okay, լավակույն պատկերը թե ուրեմն նորեն գուկամ բարձակույն մագարտագի համասարամը ատամ փոխը ամփոչ equation-ը գփոխե։ Այսինքն համասարանի զատ մենք պետք է ունենանք նաև միջավայրը, որ այդ ուղեղներին պահենք ստեղ, որ գործեն ստեղ։ Այդ միջավայրը պահելու համար պետք է ունենաս բիզնես միջավայր, ներդրումային միջավայր, արդարադատական համակարգ եւ այլ, ուղղություններ։ Դուք կարևոր այսպես կետ նշեցիք, որ միջազգային ասպարեզում ներկայումս հետաքրքրություն ունենալու համար դուք պետք է հետաքրքիր ներդրումային նախագծեր առաջարկեք կամ հետաքրքիր գաղափարներ տաք։ Օգոստոսի 8-ին ստորագրվեց հայ-ամերիկյան եւ նաեւ ադրբեջանական կողմի մասնակցությամբ փասաթուղթ, այսպես TRIP-ի անվան տակ, որով նախանշվում է, որ պետք է ստեղծվի հայ-ամերիկյան ընկերություն, որը պետք է կառուցի, վերահսկի այդ ճանապարհը եւ այլն։ Ըստ ձեզ այս փասաթուղթը ինչ նպատակ է հետապնդում, նախ նպատակի մասով, կարճաժամկետ, երկարաժամկետ առումով, եւ երկրորդը դա արդյոք իր տնտեսական օգուտները ունի, թե սա ավելի շատ քաղաքական փասաթուղթ է։ Okay, ուրեմն դա հասցին ոդրան հերևացիով։ Տրացիմ ունի, որ գուզե access ունենալ իր հաջորդ հողին։ Մեր երկու կողմերն է։ Okay, այս պրինցիպն է որ մի սկսենք։ Ուզում են գրավը, ազդեց ոչ գրավել չէ, իրենք կսեն որ գուզեն թյուրին access ունենալ, հասանելիություն ունենալ, okay։ Ուրեմն մենք հերիվացիով ես կգարձեմ, եթե ես լայի այդ սեղանի վրա, ոչ Վաշինգտոն, բայց ոչ ունիմ։ Հերիվանն է որ եթե հասանելիությունն է հարցը, ես կնախընտրեմ ունենալ highway-ը որ գսկսի Հայաստանի արևելյան սահմանեն եւ երթա թեպի մինչեւ Հայաստանի արևմտյան սահմանը միջազգային մագարտակի highway-ը եւ ճյուղավորումը թեպի հարավ, okay, եւ հավասիկ accessibility հարցը լուծվեցավ, okay։ Նաեւ cross կլինի այսպես ասած, խաչմերուկ ունենա։ Չէ, ոչ խաչմերուկ, բայց highway-ն է, եւ մեկը դա Նախիջևանը, եթե հասարելիություն Նախիջևանն է, պայման չէ որ հարավերն է, գրնա հյուսերն է։ Այո, համաձայն։ Ուրեմն եթե հարցը այդ է, հավասիկ լուծվեցավ accessibility-ի հարցը, okay։ Մինչ այդ highway-ը մեզ համար կարևոր իմաստ ունի, էկոնոմիկ իմաստ ունի, զանգեսուրի այդ կորիդորը ինչ իմաստ ունի, չեմ գիտեմ, okay, լեռնային շղճա եւ այլն։ Ուրեմն ածով գրնամ մեկ մոդելնա եւ գկարծեմ որ մեր հարևան երկիրները շատերը շատ ավելի զորավոր գերով համացայն as վարիանտին քան թե զանգեդուրի վարիանտը։ Դա իրենց եւ կարևոր շատ բան է լոջիստիկի դեմ, դա լեռնային շրջանի մեջ այդպիսի շինարարությունները հսկայական դժվարություններ են, okay։ Այս բարակային քրեթե դապակ երկիր է, okay։ Սկսիլ արևելյան Սեբանի հարավով, Երևանի հարավով, թեպի Արմավիր, թեպի արևմտյան բանը։ Եվ by the way,
հարցերը մեկը որ հաճախ կլսեմ աստիճանագի մեջ իբան թե ինչ օրենքներով վրա գաբրում է Montreux Convention-ը որ շատ հստակ convention մնե եւ լավագույն օրինակը որ գտամ է Սուեզ կանալն է okay նույն պատկերն է բացի մեկը շուրի անցկե ասկա կեդինի անցկե եւ ասպոլորը շատ հստակ կերպով միջազգային օրենքներ կան նորմեր կան կոնվենշններ կան եւ այդ ուղղությամբ է որ պետք է գետրոնանանք Պարոն Չենյան, այդ գաղափարը մեր իշխանությունները նույնիսկ առաջարկել են, ասում են այլ ուղղություններով ճանապարհ տալ, նույնիսկ ջերմուկով կամ այլ ուղղությունով, բայց խնդիրը այն է, որ թուրքական ադրբեջանական կողմը ակնկալում են այնպիսի ճանապարհ, որը դուրս է վերահսկողությունից։ Որովհետև մյուսները գսեն, դերություն, երբ որ վաճառականության գելես, okay, եթե նպատակը $250 քնել է, okay, okay, առաջին խոսքը չես սեր $250, գսես $100։ Այո։ Իսկ ծախոնալ 250 չսեր 500 գսե։ Եվ հետո 250։ Ամենից ասես բաներ, okay, բնական են։ Մեկ մաքսիմալիզմը միշտ մակը։ Բայց եթե հարցը հետևյալն է, շատ բարձ է։ Եթե հասարակությունը հարց է, ահա ասենք լուծումը հասարակության։ Դա ինչի մասին է։ Okay։ Եվ ինքնավստահ ծերով պետք է մոտենանք։ Okay։ Բայց ամենը կարևորը մենք ներքին ծերով պետք է հասկանանք եւ համաձայնենք թե ինչ է մեզի համար ամենին բաստը եւ այդ ուղղությամբ մոտենալ։ Մեր առաջին քայլը չէ լա ուրիշին սպասարկել։ Okay։ Եթե սպասարկել գա նախ մեր անձնական շահերը, բայց նույնադեն կամ արաբերությունները But նույնադեն սպասարկել accessibility fine no problem ահա ասի Պարոն Չենյան, բայց դա արդյոք վատ նախադեպ չի լինի։ Նույն հաջողությամբ մի օրը Վրաստանն ու Իրանը կար ասի մի հատ էլ տենց առանց վերահսկելի ճանապարհ մեզ տվեք։ Մենք էլ ուզում ենք հյուսիս-հարավ ընդհանրենք ճանապարհենք։ Նորեն հյուսիս-հարավ Montreux Convention-ը։ Montreux Convention-ն է գարապանը հիմքը։ Okay։ Եվ ավասիկ դասյակ դարներու փորձառություն կա Montreux Convention-ին։ Ինչպես Սուեզ կանալը։ Okay։ Շատ բարձ է։ Բայց գիտեք մարմաչ մգա հայության մեջ առաջինը լան։ Okay։ Քրիստոնյա առաջինն են կեվանը։ Հաջող սկսեք բնախնդրում երկրորդը լալ Իտալիա լան։ Բայց մեկ կոմսկե։ Հասկացություններ կա, միջազգային հասկացություններ, որ այդ հասկացությունները, ինչպես կոնվենշններն են, այդ է պետք է որտեղենք եւ անով վրա աշխարհին։ Աղմուկ անշուշտ է, աղմուկ կա։ Բայց չի նշանակի թե աղմուկին պետք է հետևիմ, պետք է հետևիմ այնինչ որ միջազգային օրենքները հիմնված են եւ ադոր վրա հիմնված դալ հասարակություն կամ access եւ այլն Ադրբեջանական կողմը ասում է այդ հասանելիությունը դուք պետք է տաք, բայց վերահսկողությունը դուք չեք կարող անել, դրա համար պետք է հայ-ամերիկյան վերահսկողություն։ Montreux Convention այդպես չսեր։ Montreux Convention-ը այդպես չսեր։ Simple։ Այսինքն ձեզ կարելի է այս հարցը այլ կերպ լուծել, այսինքն նման trip ուղիչ կառուցել, ուղղակի Montreux Convention-ի շրջանակներում այս հարցը կարգավորել է, ճիշտ հասկանում։ Բայո, այդ է։ Որովհետև նորմալ ինչպես է վաճառականության մեջ է, եթե նպատակը 250-ի քնել է, ծախող 500-ով սկսի, իսկ քնողը 100-ով սկսի։ Բայց չի նշանակի 250-ի չեն կացնիր։ Լավ, հայկական կողմի շահը որն էր, պարոն։ Այդպիսի հսկայական highway միջազգային տրաֆիկը, որովհետև Silk Road եւ այլն ասպաները որ խոսվին։ Հավասի highway-ն է։ Այսինքն highway-ը տնտեսական այս շրջանառությունը հայկական շահի մասով է։ Բայց միթե դուք այսպես այն հանգամանքը չեք նկատում, որ նաև Հայաստանը անվտանգային հարց ունի եւ այդ անվտանգային հարցը պետք է կարողանա կարգավորի։ Անվտանգային հարցին լավագույն լուծումը, okay,
կուտսրատարացիները դե էկոնոմիկ ինտերես կոմունալիզի ունենալն է okay այդ է եւ ինչպես էսի քիչ առաջ բացառեցի նոր at խմբավորումներ բերած the creation parabolosi չէ okay ավելի էկոնոմիկ հարցերը շուշվել է ոչ թե military կամ whatever okay adora marabor գուզեմ որ Հայաստանը ներգալ է at the creation okay եւ at նոր creation նոր խմբավորումները ավելի էկոնոմիկ են կամ political polarization չեն economic interest-ները այսինքն ըստ ձեզ կարելի է այս գաղափարը իրականացնել այսպես երկկողմանի մակարդակով, հա, Հայաստան-Ադրբեջան մակարդակով։ Ոչ, միջազգային մակարդակով։ Միջազգային մակարդակով, այսինքն մենք պետք է որոշակի կազմակերպություններ մարդիկ ներգրավենք այս process-ին կառուցման աշխատանքներին, չգիտեմ, կարգավորման աշխատանքներին, դա ամերիկյան կողմը ունի այդպիսի ցանկություն կամ այդպիսի կարողություն, որ մտնի այսպիսի նախագծի մեջ։ Ըստ հայտարարությունների Վաշինգտոնի հետաքրքրություն կա, okay? What do I lose? Մոդենաս եւ ամերիկյան ընկերությունները թող, հանի ված highway-երին սարքեն, okay? Եվ անշուշտ commercial interest կունենան, եւ այդ է։ Բայց պետական մակարդակի չէ, commercial level-ի է։ Okay? Եվ ես կարծեմ որ այդպիսի միջանցքում highway-ը, okay, էկոնոմիկ իմաստ ունի ոչ միայն հայության, այլ աշխարհի։ International communications է։ Երբ որ Silk Road եւ այլն որգսան, okay, եթե այդ է աբակայի բանը ասենք target-ը, okay, հավասի վարիանտն է, straightforward եւ միջազգային նորեն միջազգային շատ բարձ է, որ բարձրացնելու համար։ Ամեն անգամ որ բասկետբոլի խաղը լա երկու խումբերու թեմը, negotiation չի լա թե ինչ են օրենքները։ Okay? Հստակ օրենքներ կան բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլն, եւ խաղը այդ օրենքներով վրա բայց նաեւ դատավոր կա, որ եթե ինչ-որ մեկը խախտում է, ինքը այսպես կարգի է բերում։ Convention-ը իր մեջ ունի անիգա, չէ՞։ Մի հայտնի խոսք կա, ասում է Գարան եւ Գայլի միջև ընկերությունը շատ դժվար է ստացվում։ Ինչպես ես կարողանալու ստիպես, որ ինքը կատարի իր պարտականությունը։ Այո, Քայլի եւ Ոչխարը, բայց Քայլի եւ Ոչխարը, ու երբ որ երկուքն նույն էկոնոմիկ ինտերեսը ունին, այլևս դժտամի չեն։ Այն փուլում, երբ փոխադարձ այսպես շահերը ավելի մեծ են լինում, քան միակողմանի այսպես հասնելու նպատակը։ Բայց չէ աշխարհի համակարգը։ Այո։ Ասին նորությունը ստեղծելը մարմաչ են նորությունները ստեղծելու, okay, պայման չէ որ անիկա նախապայմանը կամ ուղղությունը որ վրա պետք է զարգանա այսպիսի հարցեր։ Իսկ դուք տեսնում եք նաև միջազգային այսպես խաղացողների հետաքրքրությունը այս ճանապարհի համար, որովհետև այս ճանապարհը զուտ Թուրքիային եւ Ադրբեջանին սպասարկելու համար տնտեսական մեծ օգուտներ չի կարող ապահովել։ Այսինքն մենք պետք է դիտարկենք Չինաստան, Միջին Ասիա, Եվրոպա այլ երկրներ, այս երկրները հետաքրքրված են այս տարածաշրջանում։ Ըստ երևույթին նորմալ Չինաստանը հետաքրքրված է։ At Silk Road-ի մասին որ խոսին, ահավասի։ At Silk Road-ի մեկ մասն է, ասիգա։ Չինաստանը նաև այս բանի զուգահեռ այսպես ենթակառուցվածքներ է սարքում Վրաստանի տարածքով եւ Ադրբեջանի տարածքով նավահանգիստները երկու տեղն էլ կառուցում, այս առումով բավական ակտիվ ներդրումներ է կատարում։ Անշուշտ նաև հնդկական կողմն էլ է հետաքրքրված այլընտրանքային ճանապարհներ ունենա դեպի։ Իսկ ռուսական կողմի մասը, օրինակ ռուսական կողմը կարող այս նախագծերի ներգրաված լինի, չնայած որ այդպես լարվածություն կա եւ այլ, ու այսպես Միակ ծավը գիտալու թե ինչ է, ինստից եւ սեղանի վրա խոսակցից Ռուսիայով է, խոսակցից Իրանը, այդ է, եւ վերջո համացանություններու կհասնի, բայց այդ երկխոսությունը շատ կարեւոր է, բայց որպես սկզբնագետ, okay, միջազգային օրենքի վրա հիմնես։ Montreux Convention ճիշտ այդ է։ Okay? Եվ այդ օրենքներու վրա է որ խոսակցությունները գլան։
այդ եթե ոչ գորսվի։ Եվ պետք է ասել, որ մենք հսոր երկիր չենք, բաղթարապար, okay, ուրեմն օրենքը քուրավակույն բանն է, նեցուկն է, Պաշտպանությունն է։ նեցուկ պաշտպանություն։ Այս փուլում կարծես թե այսպես դեռ այսպես փոխադարձ ճանաչելիության գործընթաց է գնում ամերիկյան կողմի համար, փորձում են հասկանալ Հայաստանի հնարավորությունները եւ այլն։ Արդյոք սա երկարաժամկետ այսպես հետաքրքրություն է, թե կարող է այս ամեն ինչը ավարտվել ենթադրենք Տրամպի գնալու հետ մեկտեղ, որովհետեւ կարծիք կա, որ Տրամպը այս պահին իր Նոբելյան մրցանակի հարցն է փորձում լուծի, եւ դրանից հետո կարող է մեծ հաշվով Հայաստանը անտեսվի կամ Հայաստանի նախագծերը տնտեսական դառնա 10-րդական։ Ինչպես Հայաստանը աշխատի այդ ուղղությամբ։ Okay, քանի որ Նոբելյան մրցանակը բանալի, հերիվեր երևույթը օգոստոս 8-ին։ Okay։ Առաջին անգամ այս երկու տրասիր երկիրները համաձայնեցան։ Ճիշտ է կամ ոչ։ Համաձայնություն է։ Նոբելյան պրացը։ Okay։ Աչի նշանակի է կարելի է համաձայնել, չէ՞։ Եվ ադոր պրայմ, միշտ նեգատիվ ծավալ մոդենալ, նգամ նախաբաշարված, բացասական նախաբաշարումը եթե մոդենաս, դու ինքսինքդ զուգակի մեջ կտնես, okay։ Շատ բարձ է։ Համաձայնություն կար, կնգատ նշանակի կարելի է համաձայնել։ Եվ անիկա, որպես momentum, կամ beginning of a momentum, կործազել եւ հարաշանան։ Սա ստարտն է, այսպես ասած, եթե կարողանաս օգտվել, այո, կհաջողի, եթե ոչ, ոչ, այսինքն այս հնարավորությունից Հայաստանը կարող է օգտվել, բայց դա չի երաշխավորում, որ պարտադիր արդյունք է ունենալու, հա, այսինքն քո աշխատանքից է կախված ամեն ինչ այս ամենը։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ։ Շնորհակալ եմ պարոն Չենյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր բազմաթիվ թեմաներով խոսեցինք ներդրումային բանկային այսպես առանձնահատկությունների, Հայաստանի տնտեսության այսպես հիմնական ուղղությունները, դիվերսիֆիկացիա, ինչպես նաև խոսեցինք թրիփի ուղու մասին եւ այլ թեմաներով։ Կարծում եմ սա լավ հնարավորություն է եւս մեկ անգամ հասկանալու մեր տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրը եւ նոր նախագծեր առաջ բերել, ստեղծել աճի կենտրոններ, որոնք թույլ կտա Հայաստանը դարձնել ել ավելի մրցունակ միջազգային ասպարեզում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ պարոն Չենյան։ Նմանապես։